մեկնաբանություններում հաճախակի ինչն էի հանդիպում, որ գրում են ինքնավստահ է Հասմիկը դարձել։ Ասում են տարիների համեմատ վերջին զրույցների, հարցազրույցների ընթացքում ասում են, որ Հասմիկը շատ ինքնավստահ է դարձել։ Իսկ այդ մարդիկ իրենց հարց չեն տալիս, այ ինչի են իրանք ինձ միշտ, երբ որ ես վատ վիճակում էի, ասենք, կարելի էր ինձ խղճալ նույնիսկ, բազմաթիվ բարդույթներ ունեի, ավելի խեղճ էի, ինչի էին այդ ժամանակ իրանք ինձ սիրում, ունակ էին սիրելու, եւ ես լավն է, ես ինքնավստահ, իսկ հիմա հանկարծ ես շատ ինքնավստահ եմ դարձել։ Որովհետև մենք ինքնավստահ մարդկանց չենք սիրում։ Այ դա շատ վատ է։ Ես իրականում խղճում եմ այդ մարդկանց, որովհետև երբ որ դու մարդուն կարողանում ես սիրել միայն այն ժամանակ, երբ որ ինքը ավելի թույլ է, խեղճ եւ խեղճ։ Իսկ ցավոք սրտի մեր ազգի մեջ ես այդ հատկանիշը միանշանակ զգացել եմ։ Չգիտես ինչու հայերս մենք սկսում ենք կարեկցել եւ սիրել միայն այն ժամանակ, երբ որ այդ մարդը շատ վատ վիճակում է։ Դա մեզ դուր է գալիս, որովհետեւ մենք այդ վիճակում չենք։ Բայց երբ որ այդ նույն մարդը տարիների աշխատանք է տանում ինքն իր վրա, կյանքը իրեն ժպտում է, ինքը արժանանում է շատ ավելի լավ բաների, հաղթահարում է բազմաթիվ խոչընդոտներ իր կյանքում մենակ, առանց ոչ մեկի օգնության։ Եվ հասնում է ինչ որ մի հատ կետի, որտեղ որ դու կարող ես, այս հարգում եմ այս մարդուն, այս մարդը ուժ ունի, այս մարդը կարողացավ այս ամեն ինչի միջով, կրակի միջով անցավ եւ չայրվեց։ Ինչի չենք այդ ուզում սիրել եւ ընդունել։ Ես հիանում եմ տենց մարդկանցով։ Ես կոնկրետ հիանում եմ։ Ես դա նույնիսկ սկսում եմ պաշտել այդ մարդկանց։ Մասնավորապես կանանց։ Ես ուղղակի կասեմ ժողովուրդ, մի քիչ գնահատել սովորեք կողքից այդքան բան։ Հասմիկ, մի հարց ծագեց իմ մտքում։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ որ այս հարցը ես հիմա տալիս եմ, բայց երբ որ բոլորս գիտենք, հա, ինչ է կատարվել այս ընթացքում, քո կյանքի մասին շատ հասկանալի գիտենք։ Այո, հանրահայտ է այդ ամեն ինչը եղել եւ զարմանալի չէ որ գիտենք այդ իմ կյանքի մի էտապ եղել է շատ հանրային, ինչը որ հիմա չի, ինչը հիմա հանրային չէ։ Ամեն դեպքում, երբ որ այդ ծանր շրջան էր, ամբողջ հայազգը գիտենք ամեն ինչը սքում էր Հայկոյի մահը, այդ ընթացքում շատ ասեկոսեներ պատտվեց քո անվան շուրջ։ Այո, կոնկրետ իմ միսը ծամում էին որոշ մասսակար մի հատ, որոնք որ շատ անհիմն եւ անտեղի ինձ այսպես ցածրացնում էին անընդհատ, փորձում էին իմ մարդ տեսակը սևացնել եւ ոչ միայն մարդ տեսակը, ամեն ինչս այսպես հավասարեցնել հողի։ Եվ եթե բոլորը նկատել են, դուք էլ երևի թե, ես ընդհանրապես ոչ մի առումով չառնչվեցի այդ դաշտի հետ, ես թողեցի, որ մարդիկ իրանց սիրտը դատարկեն, ինքնաարտահայտվեն, հանգստանան եւ հետո ամուսնուս հետ գնացի հրաժեշտ տալու մեր շատ տաղանդավոր երգչին, կոմպոզիտորին, արտիստին, որը որ շատ ափսոսում եմ, որ այդպես եղավ իր կյանքը, այդպես դասավորեց, որտեղ նա դեռ շատ բան ուներ տալու մեր ժողովրդին եւ մեր երկրին։ Այ երբ հոգեհանգստի արարողությունը եղավ, դրանից հետո ուղարկավորությունը շատ ասեկոսեներ պատտվեցին, որ դուք ներկա չեք եղել։ Հա, էդ էլ լսեցի։ Բավականին ժամանակ անցավ, դուք չշտապեցիք ինչ որ հայտարարությունով հանդես գալ։ Հետո նոր դուք արդեն հարցազրույցով հանդես եկաք, որ ես եղել եմ հոգեհանգստին ամուսնուս հետ։ Այո, որովհետև այնքան անարդար էր, որ ես եղել էի, ու ես չէի եղել նրա համար, որ ինձ նկատեն։ Հանգիստ ես իմ հոգու առաջ եւ ես չեմ կարող չնշել ամուսնուս այդ արժեքային համակարգը եւ իր մակարդակի բարձրությունը այդ առումով որ հենց ինքը ասեց որ մենք պետք է գնանք որտեվ դուք համատեղ կյանք եք ունեցել ինչ ուզում է իդեպ ասեմ որ նրանք հասցրել էին ծանոթանալ եւ շփվել եւ շատ դրական մթնոլորտում չեմ մանրամասնում այդքանից հետո ասել որ նրանք ներկա չեն եղել կամ ես ներկա չեմ եղել, ես միայն այդ պատճառով խոսեցի, որտեվ ես երբեք այդ մակարդակի չէի իջնի, որ նույն սոց հարթակներում նստեի եւ այդ կոմենտներ գրողների հետ հատիկ կռիվանեի եւ ինչ որ բաներ ապացուցեի։ Իսկ այդ ընթացքում ձեր ամուսինը ո՞նց էր նայում այդ մեկնաբանություններին։ Դե շատ բացասական ասում էր, ինչ է կատարվում, կարելի է այսքան քեզ վիրավորել, նեղացնել, ասում էի հանգիստ, այս մի հատ sense փոթորիկ է, որտեվ յուրաքանչյուր մարդ, ով
իրենից ինչ որ բան է ներկայացնում, անհատականություն է եւ վառ անհատականություն է, թող անհամեստ չթվա, բնականաբար կաբանակ, որ չեն սիրում, ատում են, որտեվ նախանձում են։ Այդ նախանձը ես իմ առումով միշտ եմ զգացել, որտեվ ես անկախ ամեն ինչից մնացել եմ նույն բարի մարդը, ես չեմ չարացել եւ գիտակցաբար հավատացեք ոչ ոքի չեմ նեղացրել։ Եվ նույնիսկ իմ թշնամիներին, որոնք որ այդպես ինձ չեն սիրել, ես լավությամբ եմ պատասխան տվել։ Անգամներ, ասեցի իսկ տարօրինակ չեր լինի, որ հիմա ես ճուզողներ չունենայի։ Միանշանակ այդ պիտի լինի, միշտ էլ եղել են իմ կյանքում։ Այդ խոսակցություններից հետո դու չշտապեցիր հայտարարությունով հանդես գալ։ Իսկ ինչու՞ դիտ շտապեի։ Ինձ հետաքրքիր է, մինչև հայտարարություն անելը, երբ որ արդեն հանգստացան, մեր հասարակությունը հանգստացավ, գնացել է լավ։ Այդ ընթացքում, всё, լավ գնացել է։ Հետաքրքիր ինչ էիր զգում այդ ժամանակ, չէիր շտապում դու քո մեջ, վայ գնամ արագ այդ ամեն ինչ ասեմ, որ sense վերջանա այս խոսակցությունները։ Ոչ։ Հանգիստ էիր։ Ես հանգիստ էի, միգուցե զարմանալի է, որ ես հանգիստ էի, բայց ես այդ տեսակի մարդ եմ։ Ես այս կյանքում ոչ մեկի ապացուցելու ոչինչ չունեմ։ Այն էլ անծանոթ մարդկանց, ովքեր առանց ինձ ճանաչելու ինձ վատաբանում են, կամ այն մարդկանց, ովքեր չգիտեն իմ կյանքում ինչեր են եղել, եւ ես ինչեր եմ տարել, միգուցե ինչ որ մի բանով պայմանավորված է իմ լռությունը, որը որ շատ ավելի թանկ արժի, քան յուրաքանչյուր նամակ կամ խոսքեր Facebook-ում գրված։ Միգուցե ես այդ պահին այնպիսի հոգեվիճակում եմ, որ ինձ լռությունը փրկում է։ Ես տենց մարդկանց առջև երբևիցե իմ կյանքում չեմ արդարանա։